Հունվարի 12-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում էր ստացվել։ Անհայտ անձը, կոտրելով պատշգամբի ապակին, մտել էր մայրաքաղաքի G3 թաղամասի 6 աշենքի բնակարաններից մեկը եւ գողացել ոսկյա զարդեր, տեսախցիկ, նոթբուք, համակարգիչ։ Ոստիկանների ծավալուն գործողությունների արդյունքում գողությունը բացահայտվեց արդեն հունվարի 30-ին։ Օպերատիվ տեղեկություններ ենք ստացել այն մասին, որ վերոհիշալ բնակարանային գողությունը հնարավոր է կատարած լինի Մկրտիչ Տոնոյանը։ Վերջինիս վերցրել ենք մեր օպերատիվ տեսադաշտում, քանի որ նա չուներ մշտական բնակության վայր, նրա հնարավոր գտնվելու վայրերում կազմակերպել ենք դարանակալումներ, որի արդյունքում Հույսի Ավան թաղամասու 5-րդ փողոցից նրան հայտնաբերել եւ անմիջապես ոստիկանության Մաշտոցի բաժին բերման ենք ենթարկել։ Ոստիկանության բաժնում 32-ամյա Մկրտիչ Տոնոյանը ոստիկանների ձեռք բերած անհերքելի ապացույցների ճնշման տակ ստիպված եղավ խոստովանել կատարվածը, մանրամասն նշելով, թե ինչպես է կոտրել խոհանոցի պատուհանը, ներս սողոսկել եւ գողացել վերոհիշալ իրերը։ Գողոնը մասամբ արգելավված է, Մկրտիչ Տոնոյանը ձերբակալված։ Քննությունը վարում է Մաշտոցի քննչական բաժինը։ Ըստ Հայաստանի Հանրապետության ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի փետրվարի 2-ից 3-ը Հանրապետությունում արձանագրվել է գողության 33 դեպք, բացահայտվել է 23-ը, իսկ արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8, խարդախության 9 եւ ապօրինի ծառայատման 2 դեպքերն էլ բացահայտվել են։ Անցած մեկ օրում Հանրապետությունում բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 4 դեպք։ Նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2, մարմնական վնասվածք հասցնելու, խարդախության յուրացման կանվատման եւ ապօրինի ծառայատման մեկական դեպք։ Անցած մեկ օրվա ընթացքում Հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային մեկ պատահար, ինչի հետևանքով մեկ մարդ ստացել է մարմնական վնասվածք։ Աբովյան քաղաքի բնակիչ Գագիկ Հակոբյանն ապրում էր Տարտուի փողոցի 2-րդ շենքում, չէր աշխատում, վաստակում էր թափառաշրջի գերաշտի աշխատանքով, բողոքի երգեր էր գրում, պատերի տակ գիտար նվագում, երգում, անցնող դառնողն էլ փող էր տալիս։ Փետրվարի 3-ին ոստիկանության Կոտայքի բաժնի աշխատակիցներն ապօրինի զենք պահելու կասկածանքով խուզարկեցին Գագիկ Հակոբյանի բնակարանը։ Հայտնաբերվեց եւ արգրավեց ինքնաշեն ինքնաձիգ եւ 5.45 մմ տրամաչափի փամփուշտներ։ Իր ասելով զենքը չէր փորձարկել, սակայն չէր էլ կասկածում, որ ցանկության դեպքում կծառայի նպատակին։ Ես ասում 100% գարանտիա եմ տալի, բայց ես չեմ կրակի։ Իսկ պետական կալաշնիկովի ստվոլը այդքան ամրություն չունի, ինչքան է սրանը։ Նախկին լեռնային ինժեներ էլեկտրատեխնիկը խոստովանեց, որ սա իր առաջին ինքնաշեն զենքը չէ։ Նախորդներն էլ կորցրել է։ Տանն ապրում է մենակ, իսկ հարցին, թե որտեղից են աշկի կապտուկները, պատասխանեց։ Տոնը մեր բողոք եկան, ասի հերը գնաց է կստից։ Կարող է այդքան վատ տղային, ասի որ լավն ունենք, ասեին ասմեք։ Ո մի քիչ երար խփորդեցինք։ Բարեբախտաբար ծես կրտուկը շարունակություն չէր ունեցել, այլապես հոլիվուդյան հայտնի ֆիլմի հերոս հիշեցնող գիտառահարը կարող էր ընկերներին էլ կանչել, անպայման հիշեցնելով, որ գիտարներն էլ վերցնեն։ Հայտնաբերված զենք զինամթերքն ուղարկվել է փորձաքննության։ Գագիկ Հակոբյանը ստորագրությամբ բաց է թողնվել։ Հերթապահ մասի տեսախցիկը կրկին շրջեց Երևանի փողոցներում, արձանագրելով երթևեկության կանոնների ակնհայտ խախտումներ։ Նկարահանված տեսանյութերի հիման վրա ճանապարհային ոստիկանության կողմից կայացվելու են որոշումներ տրանսպորտային միջոցների իրավախախտում կատարած տերերին կամ դրանք վարող անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։